Եվ այսպես բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո տիկնայք եւ պարոնայք, բարի երեկո մեզ շատ սիրելի հանդիսատես եւ իհարկե բարի երեկո ATV հեռուստաընկերության հեռուստադիտող բարեկամներ։ Ողջույն հարգելի բարեկամներ, այո, այսօր միայն ձեզ համար ATV հեռուստաընկերությունը եւ H1 MMA ֆեդերացիան ամեն ինչ կամ ոչինչ հաղորդման եթերում կցուցադրի բոլորիս կողմից երկար սպասված ռևանշ մենամարտը։ Գոր Հակոբյանն ընդդեմ Էդգար Բաքոյանի, Հայաստանի քիքբոքսինգի պրոպագանդման եւ զարգացման հայկական ասոցիացիան ընդդեմ կոնտակտ կարատեի եւ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի։ Ռևանշ մենամարտ։ Ինչպես միշտ մեր հաղորդմանն են հյուրընկալվում արևելյան մարտարվեստները ներկայացնող անձինք, Հայաստանի սպորտային կազմակերպությունների, ասոցիացիաների, ֆեդերացիաների ղեկավարներ։ Այո, մեր հյուրն է Հայաստանի Այկիկենդո ֆեդերացիայի նախագահ, H1 MMA մրցաշարերի գլխավոր մրցավար Դավիթ Աթանեսյանը։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Հովիկ, ողջույն սիրելի հանդեսատես, ողջունում եմ բոլորիդ։ Այո Դավիթ, այսօր մենք կդիտենք մինչև 80 կիլոգրամ քաշային կարգում Գոր Հակոբյանի եւ Էդգար Բաքոյանի ռևանշ մենամարտը։ It's your birthday, we gon' sip Bacardi like it's your birthday. And you know we don't give a fuck, it's not your birthday. You'll find me in the club, bottle full of bub. Look mommy, I got the hits. Ես Գոր Հակոբյանն եմ, զբաղվում եմ քիքբոքսինգով, կանալու է ռևանշ մենամարտ եւ ցանկություն ունեմ, որ այս գոտին իմը լինի։ Իհարկե Կարմիրան ջուն։ Որին ներկայացնում է կոնտակտ կարատեի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան։ Եվ այսպես 18 տարեկան ֆեդերացիայի նախագահ Գևորգ Քելիշյան։ Եվ այսպես դիմավորում ենք երկաթե բռունցք մականունով Էդգար Բաքոյան։ Ես Բաքոյան Էդգարս ներկայացնում եմ Կոնտակտ կարատե եւ քիքբոքսինգ ազգային ֆեդերացիան։ Իմ մարզիկն է Գևորգ Գրիգորյանը, նախագահ Գևորգ Քելեշյանը։ Սա մեր երկրորդ մենամարտն է։ Ինձ հրավիրել են ռևանշի եւ առաջինը ես հաղթել եմ։ Եվ մեծ ցանկություն ունեմ, որ երկրորդն էլ նույնպես հաղթեմ։ Եվ այսպես, ներկայացնեմ կապույտ անկյան մարզիկին, Գոր Հակոբյան, 79 կիլոգրամ, 27 տարեկան, ներկայացնում է քիքբոքսինգի պրոպագանդման եւ զարգացման հայկական ասոցիացիան։ Ընդհանուր անցկացրել է 80 մենամարտ, ունի 8 պարտություն եւ 72 հաղթանակ, որից 22-ը ավարտել նոկաուտով։ Եվ այսպես ներկայացնեմ Կարմիր անկյան մարզիկին, Էդգար Բաքոյան, մականունն է երկաթե բռունցք, մինչև 80 կիլոգրամ քաշային կարգ, 19 տարեկան, ներկայացնում է կոնտակտ կարատեի եւ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան, անցկացրել է ընդհանուր թվով 9 մենամարտ, 4 պարտություն եւ 5 հաղթանակ, չունի նոկաուտ։ Հարգելի բարեկամներ, ներկայացնեմ, որ H1 MMA ֆեդերացիան համագործակցության պայմանագիր է կնքել Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հետ եւ այսուհետեւ մեր մրցաշարերին կներկայացնի նաեւ Այկիկենդո կարատեի ֆեդերացիան իր լավագույն մարզիկներին եւ բոլոր նրանց, ովքեր ուզում են ներկայանալ, մասնակցել մեր մրցաշարերին, այո, կարող են զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով 099 14 14 14։ Իսկ հիմա ռինգի ռեֆերին է ինչպես միշտ Արտուր Թադևոսյանը, նա ներկայացնում է երկու մարզիկներին մրցականոնների մասին, նրանք պատրաստ են, մոտենում են իրենց անկյունները եւ դիտենք առաջին ռաունդը։
Հարգելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ նրանք կմենամարտեն 5 ռաունդ, յուրաքանչյուրը 3 րոպե տևողությամբ եւ նշեմ, որ այս մենամարտի հաղթողը մարտի 31-ին կներկայանա Հայաստան-Ղարաբաղ մրցաշարի մինչև 80 կիլոգրամ քաշային կարգում Անդրանիկ Շահոյանի հետ եւ տեսնենք թե ում է այդ սպասվում Այսինքն մարզիկը պետք է ներկայացնի Հայաստանը այդ քաշում, հա? Այո, տեսնենք թե Գոռ Հակոբյանը կմասնակցի, թե Էդգար Բաքոյանը այդ մրցաշարին եւ նշեմ, որ եթե մարտը ավարտվի Գոռ Հակոբյանի հաղթանակով, դեռևս Էդգար Բաքոյանը հնարավորություն կունենա եւս մեկ անգամ ռևանշի հայտ ներկայացնել Գոռին։ Այո, այստեղ մենք տենում ենք շատ գեղեցիկ ոտքի հարվածով Գոռը վաստակեց 2 միավոր։ Այո, արդեն մարտը թեժանում է հետախուզական աշխատանքից հետո շատ գեղեցիկ հնարք էր, որովհետև հնարավոր էր մարզիկին նոկաուտի ենթարկել։ Բայց մենք այնտեղ տեսանք, որ Գոռը եւս ընդունեց 1 ձեռքի հարված Էդգար Բաքոյանի կողմից եւ տեսնենք թե ինչ ձև կավարտվի այս մենամարտը Գոռ Հակոբյանի եւ Էդգար Բաքոյանի մասնակցությամբ։ Այո, Հովիկ, նշեմ, որ Էդգար Բաքոյանը ձեռքի հարվածների տարափ է անցկացնում։ Այո, նրանք ճիշտ է երկրորդ անգամ են մենամարտում, նրանք արդեն մեկ անգամ մենամարտել են, ծանոթ են հակառակորդ մարզիկի մարտավարությանը, բայց ինձ թվում է սա չի կարելի համեմատել, որովհետև ավելի լարված մենամարտ է սա ռևանշ մենամարտ է։ Մարզիկները արդեն միմյանց թույլ տեղերը մշակել են, տեսել են, դիտել են մենամարտերը անցկացրած, հիմա արդեն ավելի լուրջ պատրաստված մենամարտում են։ Գոռ Հակոբյանը ոտքի հարվածներով փորձում է վաստակել միավորներ, նա հավաքված աշխատում է, տեսանք երկուսն էլ կատարում են լոկիկ հարված։ Դեռևս ինձ թվում է եզրափակվի մենամարտը, բայց հարվածների տարափ էր տեղի ունենում, բայց քիչ պատրաստ չի Էդգար Բաքոյանը։ Ասեմ, որ Հովիկ, իմ կարծիքով մարզիկները արժանի են միմյանց եւ ավարտվեց առաջին ռաունդը։ Մենք զգում ենք, որ Էդգար Բաքոյանը կատարում է շատ ուժգին ծնկի հարվածներ, բայց Գոռ Հակոբյանի պաշտպանված ընդունում է այդ հարվածները, ահա մենք դիտում ենք կրկնապատկերը։ Ողջունելի ռինգին աշխուժություն տրամադրող NDP բարային համույթի աղջիկներին եւ Գիշերային ակումբի աղջիկներին։ Այո, եթե ուզում եք լիցքաթափվել ձեր առօրյա հոգսերից, այցելեք Կաբարե Շարլոտ գիշերային ակումբ եւ անցկացրեք ձեր լիարժեք հանգիստը։ Այո, սկսվեց երկրորդ ռաունդը, մարզիկները արդեն լուրջ աշխատանքներ են անցկացնում, հետախուզական աշխատանք անցավ արդեն։ Դավիթ, կարծես թե նրանք ոնց որ թե արդեն հույսները կտրել են միանգամից մարտը ավարտելու, կարծես թե ավելի շատ աշխատում են միավորներ վաստակեն, երկուսն էլ ոնց որ թե ինչ որ пассив դիրքում են զբաղեցնում, թե հələ չեն կարողացել ծանոթանալ, ինչ որ բան ոնց որ սպասում են երկուսն էլ։ Իմ կարծիքով մարզիկները երկուսն էլ շատ կուզենան շուտ վերջացնել մենամարտը, որովհետև 5 ռաունդ 3 րոպե այդքան էլ հեշտ չի, բայց այո, նրանք պետք է կարողանան բաշխել իրենց էներգիան այդ 5 ռաունդների ընթացքում, անցած անգամ նրանք մենամարտեցին 3 ռաունդ 3 րոպե եւ այս անգամ 5 ռաունդ է, մեծ տարբերություն կա անցած եւ այս մենամարտին։ այո, իմ կարծիքով մարզիկները լավ պատրաստված են, որովհետև երևում է դիմացկունությունը արդեն, երևում է աշխատանքի ճիշտ ստրատեգիան։ Ոնց որ թե Գոռը իսկապես շատ լավ տրամադրվել է եւ պատրաստվել է այս մենամարտին, նա հավաքված, մտածված աշխատում է, շատ գեղեցիկ մավաշի գերի հնարքով անցկացրեց եւ վաստակեց 2 միավոր։ Մենք տեսնում ենք արդեն բավականին թեժացել է նաեւ նրանց երկրպագուների ձայները։ Մարզիկների արդեն մարտավականները, երկրպագուների կրքերը տաքացել են, արդեն թեժ մենամարտ է սկսել։ Մենք
տեսնում ենք Էդգար Բաքվանի մարտավկային, նա մեծ ուժգնությամբ ներկայացնում է Էդգարին ցուցումներ, որովհետև մեծ ցանկություն են հաղթելու։ Գոռ Հակոբյանն է պակաս պատրաստված չի։ Շատ լավ մենամարտ է ընթանում, ձախ հարվածները անցնելու։ Այո, փորձում է ձախ աջ հարվածներով միավորներ վաստակել Էդգար Բաքվանը եւ ահա ավարտին է հասնում երկրորդ ռաունդը, մի քանի վայրկյան է մնացել երկրորդ ռաունդի ավարտին։ Այսպիսի հնարքները ոտքով, երբ որ մարզիկները չեն կարողանում անցկացնեն, բավականին մեծ էներգիա է տանում եւ շատ շուտ են հոգնում։ Այո, պետք չի մենամարտի ժամանակ լարվել, պետք է Շատ լավ հնարքեր, եթե միջև վերջանցներ։ Դեռևս վաստակեց այդ հարվածով գոռը մեկ միավոր եւ ավարտվեց երկրորդ ռաունդը։ Ահա կրկնա պատկերները։ Ուշադրություն, երրորդ ռաունդ։ Սկսվեց երրորդ ռաունդը։ Եվս 3 րոպե կմենամարտեն երրորդ ռաունդում։ Եվ կհամարենք, որ մենամարտը կիսվել է արդեն։ Հարգելի բարեկամներ, նշեմ, որ մարտի 31-ին կկայանա Ղարաբաղ-Հայաստան հանդիպումը H1 մարտական ակումբում, ովքեր ցանկանում են ձեռք բերել տոմսեր, այդ մենամարտին ներկա գտնվելու համար կարող են զանգարել 099 14 14 14 հեռախոսահամարով։ Դիտենք հովիկ, որովհետև արդեն մարզիկները գտել են միմյանց թույլ տեղերը եւ աշխատում են, ահա սայթակեց, սա ուղղակի սայթակում էր։ Եվ նշեմ, որ ռինգի կենտրոնական մրցավարը շատ ճիշտ է նկատում, որովհետև փորձառու մրցավար է Արթուրը։ Այո, նմանատիպ լուրջ մրցաշարերի ժամանակ պարտադիր պետք է նաև մրցավարը փորձառու լինել։ Այստեղ տեսանք, որ գոռը հարվածեց ձեռքով եւ հարձակման մեջ է Էդգարը, գոռը կարծես թե փորձում է պաշտպանություն։ Այո, անցնում է Էդգարի հարվածները ձախ, որը վաստակում է մեկ միավորով։ Նկատում ես, Դավիթ, անցած մրցաշարի համեմատ գոռը ավելի կարծես թե պատրաստված է եւ ավելի վստահ է մենամարտում։ Անցած մրցաշարին Էդգարի հարվածներից գոռը ավելի շատ խուսափում էր, որովհետեւ ծանոթ չէր, հիմա կարծես թե վստահ է իր պարապմունքների հիման վրա։ Իհարկե, հովիկ, որովհետեւ մարզիկը մենամարտելով, հետո մենամարտը տեսայրից դիտելով արդեն բոլոր թույլ տեղերը, բոլոր բաց թողնված հնարքները, որոնք որ կարող են կատարելու չեն անում, արդեն մարզիկները փորձում են մյուս մենամարտի ժամանակ իրականացնեն։ Կարծես թե գոռը փորձում է բավականին ձեռքի հարվածներով վաստակել միավորներ,